Այս վերջերս վաղ շաբաթից, որտեղ տեղի ունեցան հերթական ընտրությունները ավագանու, մի քանի պացիենտ եկան, ովքեր ունեին շատ բարդ հիվանդություններ, որոնք հնարավոր չէ ցավոք բուժել Հայաստանի պայմաններում, այո, Հայաստանի Հանրապետություն ցավոք այդ հնարավորություն չի ընձեռում, դա խոսքը նրա մասին չի, որ ես չեմ կարող բուժել, եւ հնարավորություն նաև այդ մարդիկ չունեն դուրս գնալու արտերկում հետազոտվելու, ընդ որում արտերկում էլ հարց է իրենց վիրահատություն կառաջարկեն, թե կասեն գնա ապրի ինչքան որ կապրես, ընդ որում երիտասարդ ուրեմն սերնդի ներկայացուցիչներ են ու երբ որ հասկանալի է որ սոցիալապես անապահով եւ երբ որ հարցեցի բա ոնց եք լավ գոհ եք ձեր իշխանությունից ոնց է գնացիք այս կոմենկոմ դա արդեն որ ասում աշխատանքային ժամից հետո էր քաղաքացիական հագուստով Այս մարդիկ, մենք մեր Նիկոլին ենք ընտրել, ԿՊ-ին ենք ընտրել, երբ որ դու գնում եք, ընտրում եք, ընտրություն եք կատարում եւ ընտրում եք այն մարդկանց, ովքեր ձեր խնդիրները լուծել չեն կարող, հետո մի եկեք եւ Մարինա Խաչատրյանի մոտ լացուկոց մի դրեք, որովհետեւ այն ժամանակ, երբ որ ես բարձրաձայնում էի բազմաթիվ խնդիրներ, դուք որոշում կայացրեցիք այդ խնդիրների վրա խաչ քաշել, երբ որ ես խոսում էի Արցախի կորստի, Արցախում սպասվող պատերազմի հետ եղել է դեռ 18 թվին, երբ որ դուք ընտրեցիք Նիկոլ ու ԿՊ։ Այդ մասին էի խոսում, երբ որ ես խոսում էի համավարակների, համաճարակների մասին ու հիմա էլ եմ խոսում սպարս պանդեմիայի մասին, եւ հիմա խոսում եմ օդի աղտոտվածության ու քաղցկեղի տարածվածության մասին, դա սիրելիներս ձեզ չի հետաքրքրում։ Ես անշուշտ շարունակելու եմ խոսել, որովհետև ես պայքարում եմ իմ տեսակը պահպանելու, պաշտպանելու համար, ես դա արել եմ ու անելու եմ, այո, նպատակ չունեմ գալ, պատասխանատվություն վերցնել ձեր բոլորի առողջության համար, եթե իհարկե չլինի շատ լուրջ խնդրանք ու առաջարկ, եւ ես պաշտպանելու եմ իմ տեսակը, ես հույս ունեմ, որ իմ տեսակի ներկայացուցիչները ավելի պրպտող են եւ կհասկանան ու կգտնեն այն բոլոր միջոցները, որով անհրաժեշտ է պաշտպանվել, ուսումնասիրելով նաեւ ինչու ոչ այս քարտեզը եւ գտնելով տեղանքներ, որտեղ որ ավելի ապահով ու անվտանգ է, սակայն ցավոք սրտի բոլորիդ ուզում եմ տեղյակ պահել, որ Պրոբլեմ ունենք նաև սննդի ոլորտում եւ ինչ որ մի տեսչական կամ ինչ որ չգիտեմ պատասխանատու կառույց ցավոք դրանով չի զբաղվում Հաջորդը խնդիր ունենք ջրի հետ կապված, որովհետեւ նաև գիտեք Ադրբեջանը Սևանի վրա աչք է դրել, այնտեղ շատ մոտ են իր զորքերը մեր Սևանին, ինչու ոչ ունենք բազմաթիվ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներ Հայաստան, որոնք որ չեն վարանի որևէ դիվերսիոն գործողություն իրականացնել, իսկ առանց ջուր, եթե առանց հաց կարող են գոյատևել խոտ մոտ ուտելով, առանց ջուր չենք կարող, որտեղ այդ նույն խոտը ջրվում է այդ ջրով։ Մեզ չի փրկելու նաև հանքային ջուրը, որովհետև գիտենք, որ նաև ջերմուկի վրա են կանգնած, այսինքն այս մարդիկ հստակ ստրատեգիական ծրագրով եկել են, կանգնել են այն տեղանքներում, որը որ մեզ համար կենսական է, եւ կմեռնեմ, բայց դագաղից մեջ էլ կքննադատեմ ԱԱԾ-ին, որ այս հարցերի վրա ուշադրություն չի դարձնում, կամ եթե ուշադրություն դարձնում եմ, այնքան չկա, որ այս հարցերը լուծի, եւ ես ասել եմ, չէ՞ որ ԱԱԾ-ի շենքը շատ շուտով Բարդելի պետքա վերածվի, այդ կառույցը ընդհանրապես պետք է քանդվի, որտեղ անգործունակ ու անպետք կառույց է։ Իդեպ այս մասին խոսելիս հիշեցի թեմային չի վերաբերվում, բայց պետական անվտանգության հարցը ինչու ոչ, նաև եկեղեցու վրա հարձակումը եւ նայել եմ, ամեն դեպքում ինչ որ գտա, ինչ որ պաչիկ պուչիկներ էին Սրբազանի իբրև թե սեռական ոտնձգությունների հետ կապված, ինչ որ ինտիմ տեսանյութ է, անկեղծ ասած ես այդտեղ ճանաչեցի ոնց որ թե մեր կուրսի Սուրենչիկն է այդ վիդեոյում, ոչ թե Սրբազանը,
եւ ես չեմ հասկանում, թե մարդիկ օրինակ ինչ են մտածում այդ մարդու վրա, որովհետեւ ավելի շատ ինձ հիշեցնում է մեր կուրսի Սուրենչիկը, ավելին, սիրելի հայրենակիցներ, դուք տենց էլ դաշ չքաղեցիք, որ երբ որ բացահայտվեց, որ գեներալ Մանվելի ոչ այդ մարդուն ոչ ճանաչել եմ, ոչ ճանաչում եմ, որտեղ մահացավ, բայց այդ մարդը երկրի պահողներից մեկն էր, ու դուք եթե այդքան մենք բոլորս եթե այդքան չկանք, որ գնահատենք այդ մարդու արածը ու բերում ենք ինչ-որ թուլամորթների ու թուլակամների մեր երկրի իշխանության, ուրեմն մեր հալն էլ սա պիտի լինի։ Ու այդքան խելք պետք է ունենանք, որ հասկանանք, որ տեսանյութերը սարքած էին, հիմա այս տեսանյութը նույնպես շատ հանգիստ կարող է սարքածնել ու ձեզնից յուրաքանչյուրը շատ լավ է հասկանում ու տեսնում է Facebook-ում թե մնացածում, թե AI-ով, արհեստական ինտելեկտով ինչպիսի տեսանյութեր կարելի է ստեղծել, ու այդքանից հետո եթե որևէ մեկը ինչ որ գնում է, չգիտեմ, ինչ որ աղանդավորական կազմակերպություններում, ես այս մարդուն չեմ ճանաչում։ Ուղղակի ես ավելի կոնկրետ ասում եմ, որ ավելի մեծ հավանական է, որ դա լինի իմ կուրսի Սուրենչիկը, քան թե կամ այնտեղ քերակին է, չգիտեմ ինչա, ինչ իմացան քերակին է, վրան սենց բանով հերվից սենց մեծանում է, գրում է քերակի, թե ինչ է գրում, հա, իմ կուրսի կարա Սուրենչիկը լինի, իր կնգահետ, հիմա ինչ է, իրավունք չունի պաչիկ-պուչիկ անելու, կամ դուք հասկանում եք, որ եթե նման տեսանյութեր են իբրև թե իրապես տեսագրվում, եմ ձենց յուրաքանչյուրի տանը հանգիստ տեսագրություն կարա լինի, դե գնացեք նստեք ձեր տելևիզորի առաջ, ձեր համակարգչի առաջ, չգիտեմ, ձեր դուշում, ձեր զուգարանում, ինչով ուզում եք զբաղվեք, իմացեք, որ մեծ եղբայրը հետևում է ձեզ։ Այսպիսի վիճակի եք բերել դուք երկիրը, որ յուրաքանչյուրից ընտանեկան, անձնական, սեռական կյանքը այլևս անձեռնամխելի չի, որ յուրաքանչյուրի չունեք ազատ ապրելու, օդ շնչելու իրավունք, հա, ձեզ կարան խեղտեն, այս կեղտոտոթով, դուք ինքներդ կարող եք ձեզ խեղտել, խնդրեմ, ցուցանիշը բարձրացավ, հա, ձեզ կեղտոտոթով կարող եք խեղտել, ու չմտածել, որ ձեր երեխան վաղ միսօրը ուռուցք է ունենալու, ու դուք այդ ուռուցքի տակից դուրս չեք գալու, ու ոչ էլ պետքա ոչ Նիկոլին, ոչ մեկ այլ մարդուն պետք չի մեղադրել, առաջին հերթին մեղավորները մենք ենք, որ այս ամեն ինչը հանդուրժում ենք, ու այո, կատակ էինք իհարկե արել բողոքողների կուսակցությունը, ինչ վատ է, որ այնքան խնդիրների շուրջ կարելի է բողոքել ու խնդիրներ բարձրաձայն, բայց ով է լուծողը, լուծողը պետք է մենք լինենք, ու ոչ մի հույս, ոչ մի չգիտեմ ինչ չդնենք, եթե դուք գնացել եք, օգնություն եք վերցել, փող եք վերցել, որ գնաք այս կամ այն քաղաքական ուժին ընտրեք ու 5 տարի ձեր մասին մոռանան, գնաք էլի աղքատ, անտուն, անտեր, հիվանդ ապրեք, միակ մեղավորը դրա դուք եք ու միշտ հիշեք, քաղաքագիտության օրենքն է, եթե դուք բան որոշեիք, ձեզ ընտրելու իրավունք չէին տա, այնպես որ այս ֆարսը, որ չեք էլ հասկանում, չեք էլ ուզում հասկանալ, ձեր գլխին ջարդում եք դուք, մեր գլխին ջարդում ենք մենք,